Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 8-ի համար։ Տեսնենք ինչ է մեզ բոլորի սպասվելու այս օրը, գնայենք ամսվա ծնված նշանները։ Ինչ-որ չափով նաև համարվում է հաղթանակի օր, շատ երկրներ նշում են այս օրը որպես հաղթանակի օր, դե մեզ մոտ էլ է այդպես եղել, մոտավոր։ Ահա, գնայինք խոյերին, տեսնենք ինչ է սպասվում խոյերին մայիսի 8-ին։ Հարգելի խոյեր, այստեղ ոմանք կարող են ընդունվել աշխատանքի, ինչ ձեր ցանկությունները իրականանան այդ աշխատանքի հետ կապված։ Միգուցե նաև պետական հիմնարկության հետ է կապված այդ ձեր ցանկությունը դա եւս տեղի ունենում։ Ինչ-որ աշխատողի հետ եք հանդիպում եւ այն ինչ որ դուք եք ուզում, այդպես էլ ոնց որ հետ պայմանավորվում եք։ Նաև ձեր պատվերներ եք ուզում շատ ունենայք, կամ հաճախորդներ եք շատ ուզում ունենայք եւ այստեղ եւս ձեր ցանկությունները իրականանում են։ Նաև օցեր կան, չար մարդիկ, բամբասան խոսակցություններ, կարող եք հուզվել, նաև կարող եք արտասվել, միգուցե դրանց պատճառով է։ Հաջողություն ունեք այդ օրը յուրաքանչյուր ոլորտում, սեղանի շուրջ եք նստելու եւ հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ կամ ընկերուհու հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 8-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ կամ ընկերուհու հետ, ինչ որ մի բան է ձեզ ցավեցնում, միգուցե ընկերոջ հետ է կապված, չեմ կարող ասել, եւ հանդիպում ունեք ինչ որ մեկի հետ։ Այստեղ հանդիպումներ են ու վերջ, ոնց որ եւ ինչ որ ցավ։ Կարող եք նաեւ ձեր լուսնայինը նայել, ասցենդենտը նայել, եթե ինչ որ մի բան անհասկանալի է, դե բան չկար այստեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։
Ինչ է սպասվում եկվորյակներին մայիսի 8-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը յուրաքանչյուր քայլ անելուց առաջ լավ երկար մտածեք, ոչ մի հարցում միշտ տապեք, նաև ինչ-որ միտեղ կարող գնալ, երկար մնալ։ Օրը ձեր ձեռքում է շատ բան հենց ձեզանից է կախված, որը ինչպես կընդունեք, ինչպես կարձագանքեք, ինչ կանեք։ Նաև այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ կամ ընկերուհու հետ։ Նվեր կստանաք, դուք նվեր կտաք, նվեր եք գնում ինչ-որ մեկի համար և ոյցե բան է ձեզ երջանկացնելու այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մայիսի 8-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը նորություն կլսեք, նաև ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք կունենան, պետական աշխատողի հետ հանդիպում կունենաք, նաև ովքեր հաճախորդների հետ են աշխատում, գուցե հաճախորդներ են ավելանում, ձեզ ինչ-որ բաներ են պատվիրում։ Մի խոսքով շատ աշխատանք է, որ պետք է անեք։ Կամ աշխատանքի մասին կխոսեք, աշխատանքի մասին կմտածեք, սպասում եք ինչ-որ մեկին, կամ ինչ-որ բանի կսպասում։ Նաև ժամը ձեզ համար շատ կարևոր է, միգուցե ժամ եք փոխում, օրինակ աշխատանքային ժամերը, սպասում եք տնօրենը գա, որ փոխեք աշխատանքի ժամերը։ Նաև կարող պայմանավորվել այդ օրը ինչ-որ մեկի հետ, կարող եք նաև արդեն իսկ պայմանավորված լինել և ուշադիր եղեք, որպեսզի ուղղակի չուշանաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին մայիսի 8-ին։
Հարգելի առույցներ, այդ օրը ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը կամ նմանվեցեք կենտրոն կարող եք այցելել, հանդիպում ունեք այդ օրը, նորություն կլսեք, որից հետո կամ տուն եք մաքրելու կամ կարող եք վիճել ինչ-որ մեկի հետ, ինչ-որ բան ձեզ ցավ է տալիս, միգուցե դրա համար եք վիճում։ Անսպասելի նորություն կլսեք այդ օրը, ոմանք սիրո խոստովանություն կստանանք, սիրահարվեն, հետո կարող ինչ-որ մի բան ուղղվում է եւ ձեզ սիրված եք զգում, լավ եք զգում։ Ձեր հարազատների շրջապատում եք լինելու այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին մայիսի 8-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը, ընդհանրապես օրը ձեր ձեռքում է, հենց շատ բան ձեզանից էլ կախված է։ Նաև սպասելու հետ է նաև կապված։ Կսպասեք արդյոք տվյալ մարդուն երկար, թե չկսպասի, հա, արդեն ոնց որ դուք եք որոշում ընդհանրապես։ Սպասեք այդ մարդուն, թե ոչ։ Նաև հյուրեր կունենաք կամ դուք կգնաք հյուր, միգուցե հյուրին եք սպասում, հա, եւ դա հենց մտածում եք, սպասեք արդյոք թե ոչ, հա, կամ ձեր ձեռքում է, սպասեք թե թողնեք գնաք, կամ չսպասեք ինչ-որ գործեր անեք։ Նաեւ այդ օր ունեք գործնական հանդիպում կամ գործնական խոսակցություն, ոմանք հարցազրույց կարող են գնալ, հենց դա կարող է լինել հարցազրույցը, հա, գործնական հանդիպումը, ոմանք հանդիպեն պետական աշխատողի հետ, հաճախորդների հետ հանդիպեք, խոսեք, պայմանավորվեք, նաև պատվերներ կարող եք գրանցել, խոսեք աշխատանքի վերաբերյալ, աշխատանքի մասին։ Եվ օրվա ընթացքում կարող ցանկանալ պարկել, հանգստանալ, կամ նաև սա ինտիմ հարաբերություններ ոմանց համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին մայիսի 8-ին։
Հարգելի կշեռքներ, այդ օրը կարող եք գումար ծախսել, գումարի մասին խոսել, վճարել ինչ-որ միտեղ, պետական հիմնարկության հետ կապված նաև հարցեր ունեք այդ օրը, կարող է բանկ է, դատական գործընթաց, ուսման կենտրոն, բժշկական կենտրոն, հույսով լցված եք, հույսով սպասում եք, հույսն դել եք ինչ-որ մեկի վրա, նաև այդ օրը հրավերք ունեք որոցի առիթի կամ դուք կարող եք մարդկանց հրավիրել որոցի առիթի, գումար կստանաք, ինչպես կստանաք, կարծես թե այնպես է կվճարեք և գաղտնիք կբացահայտվի այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին մայիսի 8-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը ունեք սիրային ժամադրություն ոմանք պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ։ Նաև այստեղ նվեր կամ ձեզ են տալու նվերը քնից արթնացնեն, կամ դուք եք ինչ-որ մեկին նվեր տալու և այդպես քնից արթնացնեք։ Հանկարծակի լուր կլսեք, կամ նվերը կարող է լինել անկողնային պարագաներ կամ սենյակի վերաբերյալ, ննջասենյակի վերաբերյալ։ Նաև գումար կստանաք այդ օրը և ինչ-որ մի բան է ձեզ երջանկացնելու։ Եվ այստեղ ուշադրություն դարձրեք առողջությանը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում եղբայրակներին մայիսի 8-ին։
Հարգելի աղեղնավորներ, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, ուրախ եք լինելու, բարձր տրամադրություն եք ունենալու։ Եթե ձեր տանն է, ապա տունը կարգի կբերեք, որ սեղանի շուրջ նստեք։ Եթե ոչ, ապա արդեն եթե ձեր տանը չի, ապա դուք կարող եք նաև վիճել ինչ-որ մեկի հետ, սեղանի շուրջ նստած։ Հանդիպում, շփում կունենաք այդ օրը ձեզ համար շատ մտերիմ, հավատարիմ անձնավորության հետ, դա նաև հավատարմություն է նշանակում, մտերմություն է նշանակում ինչ-որ մեկի հետ։ Նաև հույսով լցված եք, հույսով դրել եք ինչ-որ բանի վրա, հույսով սպասում եք ինչ-որ բանի եւ պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, որոնք որ պետք է այդ օրը լուծեք։ Դա կարող է նաև լինել բժշկական կենտրոն, ուսումնական կենտրոն, գործնական հանդիպում ունեք, այսպես թե այնպես, այդ հանդիպումը կա, պետք է գնաք այդ հանդիպմանը, կամ խոսեք եւ գումար կստանաք։ Այդ պայմանավորվում եք եւ հետո գումար են ձեզ տալիս։ Դա այստեղ կարող է նաեւ հաճախորդն է, հա, պայմանավորվում եք եւ գումար։ Նաեւ կարող է բանկն է, խոսում եք իրար հետ եւ հետո ձեզ վարկ են տրամադրում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մայիսի 8-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը ինչ-որ հարցում հաղթանակած եք դուրս գալու, ինչ-որ մի բան ձեր օգտին է ավարտվելու, նաև կարող եք վիճել ինչ-որ մեկի հետ եւ հետո ձեզ լավ զգալ, երջանիկ զգալ, ասում եք ինչ-որ դամար, կարող հաղթանակը ձեր կողմ է, գոռգռում եք կամ ասում եք այն ինչ-որ պետք է ասեիք եւ ձեզ լավ եք զգում, կամ տուն եք մաքրում, ի վերջո ավարտում եք այդ ամենը եւ էլի ձեզ երջանիկ եք զգում, նայում եք 4 բոլորը պլպլում է։ Նաև օրվա ընթացքում ինչ էլ որ անեք, հաջողություն կունենաք, հաջողություն է ձեզ սպասվում, ոմանք ժամ կպայմանավորվեն դիմացինի հետ, ոմանք նաև արդեն իսկ պայմանավորվել եք ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք, ժամեր կարող են փոխվել եւ ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին մայիսի 8-ին։
Հարգելի ջրհոսներ, այդ օրը տան հետ կապված ինչ-որ հարցեր կան, որոնք որ պետք է լուծեք, անեք։ Նաև կողա առիթ է ձեր տանը, կամ պետք է գնաք այդ առիթին, կամ տեղափոխվում եք, ինչ-որ հարցեր են մի խոսքով տան հետ կապված, կամ ուբորկա եք սկսում, օրինակ։ Նաև այդ օրը ճանապարհ եք գնալու կամ ձեզ մոտ կգան, ուրախության արդյունքներ նաև ունեք այդ օրը եւ ինչ-որ մեկին եք սպասում, այստեղ նաև սպասում եք, հա, սպասում եք եւ ժամերը չեն համապատասխանում, ինչ ժամ ասել են չեն գալիս հենց այդ ժամին, դե համար սպասում եք, որ գան եւ գումար կստանաք այդ օրը։ Դե լավ օր է շատ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին մայիսի 8-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը հաջողություն ունեք, ինչ-որ մի բան, ինչ էլ որ անեք այդ օրը հաջողությամբ կավարտեք։ Նաև ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք կունենան, պատվերներ կարող գրանցել ունենալ, հաճախորդները զանգեն եւ պետական աշխատողի հետ կարող եք հանդիպել, ուղղակի խոսեք աշխատանքի մասին ինչ-որ մեկի հետ, աշխատանք փնտրեք այդ օրը, տատանվում եք, ինչ-որ բան է ձեզ տանջում այդ օրը, մտքերի մեջ կլինեք, նաև ընտրության առջև կանգնած կլինեք։ Եվ կողեք հուզված որևիցե քայլ անել, երկար մտածեք այդ քայլը կատարելուց առաջ, որտեղ հուզմունքի ազդեցության տակ եք անելու, դա կողեք ինչ-որ մեկից հիասթափվել, ինչ-որ բանից հիասթափվել, եւ դա լինի պատճառը, որ ինչ-որ մեկից հիասթափվեք, կամ ուզենաք ինչ-որ մի բան անեք կամ ասեք դիմացին, բայց այստեղ հենց զգուշացում ունեք, որ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք։ Ինչ-որ մեկին այնքան եք սպասում, այնքան գործերը դանդաղացնում, դրա համար հուզվում եք եւ որ ինչ-որ միտեղ երկար է սպասում, հուզվում ես, ուզում ես ինչ-որ մի ձևով մի բան ասես իրենց։ Դա եւս, հա, պետք է զսպեք ձեզ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։